Ասենք փառքիրոջ եղբայրներ, իրան ձեռնած այս ժամերից վարկյանների համար։ Ես չգիտեմ դուք, բայց ես շատ եմ գնահատում, երբ որ ես սուրբերի մեջ եմ։ Իրապես ձեր ջերմությունը աստմային մեջ եւ իրապես ես շատ լավ եմ զգում, որ իրապես Աստված ինձ աշխարհի տիղմերից, զիբիլներից հանեց եւ դասեց սուրբերի դասի։ Ընդհանրապես ելնել, երբ որ եղանակները շատ լավ ալում, հետո մի անգամից ոնց որ սկսում անձրևներ գալ, այն անցած լավ եղանակը մենք արդեն նրան կարողանում ենք ինչ անել, արժեքավորել, որ ժամանակ եւ որ փաստորեն սկսում է ինչը անձրևները։ Հիմա Աստված, մեր Աստվածը մեզ տարբեր ձևերով անց հակասնում այս ճանապարհը։ Իմ կյանքի մեջ այնքան եղել, ես միշտ ասել եմ, ցանկացած անգամ Աստված երբ որ ինձ ապտակում, ասում եմ Տեր, ես ոչ թե քեզանից դժգոհում եմ, այլ ես համբուրում եմ քո այդ ձեռքերը, որ ապտակում ես ինձ։ Որտեւ այդ ձեռքերն են, որ իմ վրայի բացասական բաները, իմ վրայի փշերը մաքրում եւ սրբում են։ Աստված օգնես ելներ, որ յուրաքանչյուր անհատ անձնավորություն կարող է գնահատի այս օրերը։ Սեն մի օրերը, մի ժամանակները, երբ որ մենք անց ենք ասնում, մեր դեմ ծավալում դժվարին ժամանակներ կասելներ, եւ պարզապես մենք պետք է կարողանանք ինչ անել պատրաստել։ Արտակ եղբայրս ասավ, որ բավարար չի, երբ որ մենք ջրով ենք մկրտված, բավարար չի, երբ որ մենք Սուրբ Հոգով ենք մկրտված, այլ դա մեր սկզբնական աղբյուրն ասելներ։ Սա ես միշտ մտածել եմ, հիմա այդ ուղղության վրա եմ ուզում մտածել, որ անպայման մենք մի օր հաշիվ եւ պատասխան ենք տալու մեր արած ուխտերի համար։ Ավետարանն ասում է, որ ավելի լավ է ուխտ չանեք, քան թե անեք եւ չկատարեք։ Այսինքն ստեղ դահլիճում երևի թե մեծամասնությունը ընդունում են, որ ուխտ են արել։ Տեր, մենք խոստանում ենք, մինչև մեր կյանքի վերջը ծառայենք քեզ։ Եվ բերեք տեսենք սերներ, ինչքանովս ենք կարողացել այդ ուխտերին հավատարիմ մնալ։ Ինչի էս փաստորեն պատգամը ծնվեց իմ մեջ, ես մի երկու տեղ էս պատգամը տվել եմ, որովհետև երևի երկու շաբաթ առաջ, երբ որ միտեղ պաշտամունքի էի, վերջում մի հատ կին, չէի ճանաչում, մոտիկացավ, ասավ եղբայր, ես նոր եմ, իմ աղջիկս Երևանից է եկել, ուզում եք քո այդ ինչ-որ բաների շուրջը զրուցի։ Մենք վերջում փաստորեն առանձնացան, մոտավորապես 26 տարեկան աղջիկ էր, ամուսնացած, քույրիկ էր, ասավ ես Երևանից եմ։ Հիմա ինքը սկսեց պատմել ինչա տեղ ունեցել իր կյանքի մեջ։ Ասում է, որ ես ամուսնացա, պարզվեց, որ իմ ամուսինը էպիլեպսիկ հիվանդ է, այսինքն ուշաթափվող։ Պարզապես մենք սկսեցինք միջոցներ կիրառել, բժիշկների գնալ, տարբեր տեղ դիմելով, արդյունք չկար։ Ես հիշեցի այն կնոջը, երբ որ հիվանդության մեջ էր, եւ շատ տեղեր էր գնացել, ընդհանուր գումարները վատնել էր բոլոր բժիշկներին, բայց ցավերը ավելի էին բարդացել։ Հիմա ասում մենք այլևս մի տեղ չունեին գնալու եւ մի օր երևի մի բարի անձնավորություն եղել է հավատացյալ, ասմամոտեցավ մեզ եւ ասավ դուք դիմեք Աստծուն։ Աստված այդ ողորմությունը կանիցես։ Ես եւ ասվա փաստորեն ամուսինս այդ օրը ընդունեցինք Տեր Հիսուս Քրիստոսը, որպես մեր Տեր, Փրկիչ եւ Արարիչ։ Մի եղբայր եկավ մեզ հետ խոսած, կար ժամանակ հետո փաստորեն մենք ընդունեցինք ջրի մկրտությունը, կարծես ամեն ինչ լավ էր։ Այդ օրվանից
ամուսինս այլևս այդ հիվանդությունով չտառապեց, այսինքն միանգամից կտրվեց։ Մենք ունեցան 5 տարեկան, ունեցան երեխան 5 արդեն տարեկան էր, եւ ասում եմ չգիտի իր հին շրջապատից մարդիկ սկսեցին գալ, գնալ, ամուսնուս հետ աշխատանք տանել, երբ որ մի երեկոյան ամուսնուս ասեցի, դե երեխուն էլ կանչենք, աղոտ կանենք եւ քնենք, ասավ այդ կենիկ դե բրախ եւ թավաքյալի բաները։ Ասում եմ ես շատ խիստ զարմացա, չէ որ այդ անձնավորը Աստված բուժել էր քեզ։ Ասում եմ ձեռը թափ տվեց եւ ընդամենը 2 օր հետո երևի Աստված համբերեց։ Ես 2 օր հետ իր անընդհատ խոսում էի իր տկարության մասին, որ դու ուխտ ես արել, դու ուխտդ պիտի չուրանաս, ասա որ դա պատահական բան էր, անցավ ու գնաց։ 2 օր հետո, 5 տարի հետո կրկնվեց իր հիվանդությունը։ Եղբայրներ քույրեր, Աստված ծաղր չի։ Աստված Սուրբ Աստվածը, Աստված նախանձավոր Աստվածը։ Չնայած որ Աստված ոչ մեկի կորուստը չի ուզում, այլ լավ իմացեք, որ սատանան է ոչ մեկի փրկությունը չի ուզում։ Ես ինչքան նայեցի, Աստծո փրկության ծրագիրը մեծ է եւ Աստված իր փրկության ծրագիրը բովանդակ մարդկության առջև է դնում։ Եվ անկախ սեռից եւ փաստորեն ազգությունից յուրաքանչյուր անհատ անձնավորություն կարող է տեղը զբաղեցնել Աստծո փրկության ծրագրի մեջ։ Եվ մնա, բայց նաեւ սելներ, կանչվածները բազում են, ընտրյալները քիչ են։ Եվ սատանան մռնչացող առույցի պես մանա գալի թե ում կուլ տա։ Այս անձնավորությունը որ խոսում էր, ես մտածում էի, որ սատանան կուլ ա տվել ես քույրիկի ամուսնուն։ Եվ հիմա ինձ ասում է եղբայր, աղոտ կանենք։ Ասում եմ աղջի ջան, ինչի համար աղոտ կանենք։ Ես որ աղոթեմ, որ քո ամուսինը էպիլեպսիկ հիվանդությունից բժշկի, նա Աստված կարող է էտել անի, բայց ինքը դարել է Աստծո թշնամին։ Ինք արդեն իսկ, գիտեք ամենամեծ մեղքը որն է, ոչ շնությունն է, ոչ գողությունն է, ոչ այնա, ամենամեծ մեղքը դա անհավատությունն է։ Եվ այդ մարդու մեջ անհավատություն էր առաջացել, եւ ինքը մերժել էր իր աստեղած Աստծուն, ինքը մերժել էր այն Աստծուն, որ իր մեղքերի համար խաչն էր եղել, եւ իր խավարից լույսեր հանել, եւ սուրբերի դասին էր դասել, հիմա այդ անձնավորությունն ինչ Աստված։ Սելներ, այո, Աստված ունի բոլոր մարդկանց համար փրկության ծրագիր։ Ինքը ցանկանում է իրականացնի, բայց այդտեղ կարևորը նա է, դու կարող ես մինչև վերջ քեզ պահել Աստծո փրկության ծրագրի մեջ։ Ավետարանն ասում է, որ նեղ այն դուռը, եղնեկված կային ճանապարհը, որ տանմա դեպի հավիտենականություն, եւ քիչ են նրանք, ովքեր որ այդ ճանապարհով կանցնեն։ Բայց լայն այն ճանապարհ եւ ընդարձակ են դուռը, որ տանմա դեպի կորուստ, եւ շատ են նրանք։ Այսօր շատ հեշտ է լայն ճանապարհով գնալ, ուտել, խմել, քմահաճույքնել, ամեն ինչ անել, բայց դրա վերջավորությունը մահ-գոյություն ունի։ Բայց նեղ այն ճանապարհը, որ դեպի հավիտենականություն է տանում, եւ քիչ են, իսկ Քրիստոսն ասավ, որ շատերը կուզեն, բայց չեն կարող։ Ես հարցրեցի, ասի Տեր Աստված, բայց չէ՞ որ դու բոլորին ես ուզում։ Այդ խնդիրը մեկն ասել, չեն կարող, ինչի, որովհետև նեղություններից ու դժվարություններին իրանք չեն կարող համբերել։ Երանի այն հավատացյալին, որ նեղություններին ու դժվարություններին կարող է մինչև վերջ համբերել։ Հիսուսը, Հովհաննեսը իր խոսքերի մեջ ասավ, ես այս պատգամ մի անգամ ստեղ տվել եմ, Պատմոս կղզում, երբ որ փաստորեն գերության մեջ է, այսպես ասավ, ես Հովհաննեսը, ձեր եղբայրը Հիսուս Քրիստոսի դժվարությունների, հալածանքների եւ արքայության եւ նեղության մեջ ընկերակիցը։ Ես Հովհաննեսը, ձեր եղբայրը
Հիսուս Քրիստոսի նեղության, արքայության եւ համբերության մեջ ընկերակիցը։ Հիմա այս ավետարանով որ կարդում է, կարծես Հովանեսը բոլորի համար ինչ է, եղբայր է։ Ես Հովանեսը ձեր եղբայրը, բայց ավելի շատ եղբայր է Հովանեսը նրանք, ովքեր որ մասնակից են Հիսուս Քրիստոսի նեղության, արքայության եւ համբերության մեջ, ահա սերներ։ Հիսուսը ընկերակից է դրանց, ովքեր որ ուխտ են արել եւ ուխտը ինչ են անում, կարողանում են մինչև վերջ պահել։ Ես էլ իմ կյանքի մեջ մի անհավատ ժամանակ սերներ մի քանի անգամ ուխտ էի արել եւ Աստված երբ որ վերջի անգամ ինձ ապտակեց, այլևս սերներ, գիտեք չէ որ մեր Աստվածը սիրով Աստված է եւ այդ սերը ստիպում է որպեսզի ինչ անի, մեզ նաև ժամանակ առ ժամանակ ինչ անի ապտակի։ Ես ամեն սիրածից կհանդիմանեմ, կխրատեմ, նաև կապտակեմ, որովհետև տապտակը մեզ տանում է դեպի ավելի մոտեցնելու Տեր Հիսուս Քրիստոսին։ Ես 36 տարեկան եմ, 37 տարեկանում ընդունեցի Տեր Հիսուս Քրիստոսին, 36 տարեկանային ժամանակ ապրում է Խիմզավոդի Պաստոյն կուլտուրայի տան վերևի այդ շենքերում, ընդեղ ընկերներ ունեի, մեկ այդ ծխելով զբաղում են, հաշիշ են ասում դրա։ Երբ որ տեղս նեղանում էր ասում է Տեր Հիսուս, ես մի անգամնել ու էլ վсё չեմ անել։ Բայց հենց որ տեղս լայնանում էր, մոռանում էի ուխտը։ Եկավ մի օր, հիշում եմ, փողոցն ասնելու ժամանակ, ծխած ժամանակ, արդեն հոգեկանս խանգարում էր, հենց փողոցի մեջտեղը կանգնեցի, ասի Տեր, եթե այս անգամ էլ ինձ ներես, ես խոստամ որ իմ կյանքը դնեմ քո ոտքի տակ։ Կարծես մի անգամից վրիցս այդ բոլորը գնացի պարկեցի անկողին, առավոտ արթնացա, տեսա ամեն ինչ լավ է եւ անմիջապես նորից գնացի ընկերոջս մոտ եւ ճանապարհին հիշեցի այդ խոստումը, որ Տերն ասել է. «Կապտակեմ, այլևս ինչ ես անեմ, դու ոտքի չես կանգնում»։ Ես հիշեցի սերներ մեկ բան Ռիբնիցայում, երբ որ ես դասընթացների էի, այնտեղ շատ ազգություններից կային։ Մի հովիվ եղբայր պատմեց իր հոտի ոչխարներից մեկի մասին, ասեցին էր, ասում մեր մոտ մեծ հարուստ անձնավորության աղջիկ ապաշխարեց, շատ ջերմեռակ, շատ լավ, շատ կար ժամանակը Սուրբ Հոգու մկրտությունը ստացավ, կար ժամանակ հետո ջրի մկրտություն ստացավ եւ փաստորեն իրեն հարազատությունը անցավ պատերազմելու այդ աղջկանը։ Հիմա ամեն օր հարազատները գալիս են այս աղջկան ասում են, ավելի շատերը մեկ ճանաչված անձնավորություն եւ հարազատներն ասում հաշվի չառավ, հենց միշտ գալիս էր ամեն օր քնելուց առաջ աղջիկ ջան խղճայից, այդ ճանապարհից հետ դա, ինձ անարգում են, ինձ ծաղրում են, ասում են հայ դու չես պատկերացնել ինչ է զիրանելի կյանքը, ես չեմ կարող։ Ասում մի անգամ եմ երեկոյան, երբ որ փաստորեն գալիս է հայրը թախանձում է աղջիկ ջան, թողեք ճանապարհը, ասում հայրիկ, թողնում եմ, հանուն քեզ, մոռանում եմ այդ Հիսուս Քրիստոսի։ Ընդամենն ասում է 2 շաբաթ հետո այս աղջիկը հիվանդացավ։ Եվ ինչքան գնաց վիճակը սկսեց ինչ անել ծանրանալ։ Հավաքվել են հարազատները, բարեկամները, արդեն մահամերձ է։ Բժիշկներ են բերում, պրոֆեսորներ են բերում, ոչ մի օգուտ չկա։ Եվ փաստորեն մի երեկոյան արդեն մահից առաջ այս աղջիկը լինում է հորը։ Ասել էր հայր, օգնելից, ասել աղջիկ ջան, տենը մեզ, որ հետ չնար չկա, ամեն ինչ արեցի, ասել էր անխիղճ, բա ինչի ինձ ամենակարողի ձեռքից գողացար, և թենց ինչ էր արել հոգին ավանդելով։ Այսինքն սերներ ավելի լավ է ուխտ չանենք, այսինքն չապահովանանք, եթե ես ուխտ չեմ արել, ուխտ չանողներն արդեն ինչ են,
դժոխքում էր։ Բայց եղբայրը երբ որ հիշեցնում էր, չմկրտվել է դա հավատքի պակասությունը։ Հիսուսը Մատթեոս 28 գլխում ասում է գնացեք, քարոզեցեք եւ մկրտեցեք հանուն Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու։ Եվ բոլոր պատվիրաններն ինչ անեն թող նրանք պահեն։ Այսինքն սերներ չմկրտվելը դա կիսաճանապարհը, այսինքն կես հավատքը, դրա համար յուրաքանչյուր անհատ ազնվորություն պարտավոր է մկրտվելու, բայց մկրտության ուխտը մինչև վերջը ինչ անելու պահել։ Հիմա երբ որ մենք կարդում ենք Ավետարանը, մենք տեսնում ենք Ավետարանի մեջ հիշում եք, երբ որ Տեր Հիսուս Քրիստոսը վերցրեց Հովհաննեսին, Պետրոսին եւ Հակոբոսին, լեռը ելավ եւ այնտեղ այլակերպվեց։ Նրա դեմքը սպիտակեց, ամեն ինչ ջերմակ էր եւ հանկարծ այնտեղ հայտնվեց ով Մովսեսը եւ Ելիան։ Այս համար երբ որ ես նայում եմ եւ ասեցի Տեր, ինչն է պատճառը, որ թե Մովսեսը եւ Եղիան հանդիպեցին քեզ։ Եկա էր եզրակացության Եբրայեցիս 11 գլխում, որտեղ որ խոսում է Մովսեսի մասին եւ Մովսեսի հավատարմության երիտասարդ խոսքերը նրան մեծ հասակում հասցրեցին որտեղ այդ մեծապարության մեջ։ Որն է դա, այդ ինչ ուխտ էր եւ գրված է Մովսեսը ավելի համարեց Աստծո ժողովրդի հետ չարչարվել, քան թե ժամանակավոր մեղքի զվարճությունով զբաղվել։ Ավելի համարեց ինչը նախատինքը, քան թե փարավոնի ինչը գանձերը։ Եվ սա մնաց հավատարիմ, այս հավատարմությունը նրան ինչ արավ, տարավ դեպի երկնային արքայություն։ Այսօր եղբայրս եւ քույրս, եթե դու խոստ ուխտ ես արել, պետք է մնաս այդ ուխտի մեջ։ Քեզ քաշողները, քեզ հավատքից գցողները շատերն են։ Սատանան մռնչացող առյուծի պես մանագալի թե ում կուլտա, նաև քո տնեցիները կլնեն քեզ թշնամի։ Նրանք կուզեն, որպեսզի քեզ ինչ անեն գցեն, բայց կա մեկ կարևոր բան, որ դու մնաս Բարձրյալի ծածկոցի տակ։ Դու մնաս ամենակարողի հովանավորության տակ, որտեղ սատանան ցանկանում է որպեսզի քեզ հանի Աստծո հովանավորության տակից։ Ամենաանտիշտ տեղը դա Աստծո հովանավորության տակն է։ Այսօր շատ մարդիկ հովանավորներ են ուզում, բայց մենք ունենք մեկ հովանավոր, որն է տերատերերի եւ թագավորների, մնացել նրա ձեռքերի տակ։ Այո, մենք տեսնում ենք սերներ, որ Մովսես արած իր ուխտին ինչ արավ հավատարիմ մնաց։ Բերեք մեկ հատ էլ հիշենք սերներ Ավետարանից մեկ համար, որտեղ որ մենք պիտի նայենք սերներ, երբ որ Դանիելը գրված է առաջի գլխի 8 համարում եւ գրված է Դանիելը միտքը դրեց, որ թագավորի ազնիվ կերակուրներից եւ նրա գինուց չփխծվի։ Այսինքն թագավորը առաջարկել էր Դանիելին թագավորական կերակուր եւ ինչ գինի։ Բայց մենք կարդում ենք, որ Դանիելը իր մտքի մեջ դրել էր, այսինքն իր մտքի մեջ ինչ էր ուխտ էր արել, որ անկախ ամեն ինչից ես թագավորական կերակուրից չեմ օգտվելու եւ նրա գինուց չեմ պղծվելու եւ սա էր պատճառը, երբ որ Դանիելին գցեցին առյուծների գուբը, իր հավատարմության պատճառով Հիսուսը հայտնվեց նրա կողքին։ Եթե դու ուզում ես, որ քո կողքին միշտ լինի ինք ամենակարող Տեր Հիսուս Քրիստոսը, իմացի սերներ, ուխտը պիտի պահես։ Ավելի լավ է ուխտ չանես, քան թե անես եւ չկատարես։ Ուրեմն ուզում եմ կարդալ 119 Սաղմոսի 30 համարը։ Ճշմարտության ճամփան ընտրեցի եւ քո դատաստաներս իմ առջև դրի։ Քո վկայությունների թարեցա, ով Տեր, ինձ մի ամաչեցնի։ Քո պատվիրանքներու ճամփում հետ պիտի վասնզի, դու իմ սիրտս պիտի լայնացնես։ Քո վկայությունը թարեցա, ով Տեր, ինձ մի ամաչեցնի։ Գիտեք սերներ, մեկ օր կա, որ մենք պիտի կամ ամաչենք, կամ էլ Աստծո երեսին պարզ պիտի նայենք։
որովհետև 119-րդ Սաղմոսի մեջ, նույն Սաղմոս 2-ում գրած է, այն ատեն պիտի չամաչեն, որ ժամանակ պիտի չամաչի, և քո բոլոր պատվիրանքները զգուշություն կատարեն։ Ահա սելեք մի առիթ, որ մենք երբեք ու երբեք մենք չենք կարող ինչ անել Աստծոց ամաչել։ Երբ որ Աստծո պատվիրանները մենք ինչ անենք պահենք։ Աղեղբայրս հիշեցրեց, որ իրապես ոմանք ավետարանն ասում որ վերջի ժամանակները չար ժամանակներ պիտի գան, չէ՞։ Մարդիկ պետք կանան ամբարտավան հայհոյի ծնողուրացող խանդուկ են ես ասել, ավելի հեշտ ասել, քան Աստված ասել, ոմանք հավատացյալը կերպարանք ունեն, բայց Աստծո զորությունին չեն ուրացած են։ Եթե Աստծո զորությունը չկա, մինչև վերջ մենք չենք կարող հասնել։ Աստծո զորությունն ասել է, որ մեզ պետք է ինչ անի, մեզ պետք է տանի դեպի երկնային արքայություն։ Երբ որ մենք կարդում ենք Սարդեսի եկեղեցուն, այնտեղ մի հատ համար կա գրած ելնեք, որ շատ կարևոր է, այդ նույն եկեղեցում ես համարը չնայած որ ես ձեր մոտ այստեղ մի անգամ եմ ասես ելնեք, որովհետև գրված է, քո գործերը Աստծո առջև կատարյալ չգտնվեցին։ Վերջի օրը մեր բոլորիս գործերն ինչ անել դրվելու է։ Երանի այն անձնավորությանը, որ Աստված կասի քո գործերը կատարյալ են։ Այս նույն եկեղեցում կային անձնավորություններ, որոնց հանդերձները չկեղտոտեցին։ Ինչ է նշանակում։ Աստծո պատվիրաններից ինչ արեցին, չհեռացան, անկախ կյանքի նեղություններից, դժվարություններից, հալածանքներից, նրանք մնացին ինչի մեջ, Աստծո պատվիրանների մեջ։ Բայց կային անձնավորություններ, որ կեղտոտեցին, Աստծո պատվիրանները չպահեցին եւ հաստորեն Հովհաննեսն էլ ասում է, գտնվեց քո գործերը եւ Աստծո առջև ինչ էին կատարյալ չեն։ Բերեք սերներ, անկախ ամեն ինչից։ Այս վերջի աղոթքը որ պիտի անենք։ Անկեղծանանք Տիրոջ առաջ ասենք Տեր մենք մարդ ենք եղել։ Հնարավոր է ինչ որ միտեղ սայթակել է, ինչ որ միտեղ պատվիրազանց են եղել, բայց ես ուզում եմ որպեսզի այսօր իմ ուխտը հաստատեմ նորից քո հետ։ Մենք ուզենք թե չուզենք ձերներ, մենք ապրում ենք վերջի ժամանակներին, շատ ծանր օրեր ա գալու, շատ դժվարին օրեր ա գալու, մենակ խոսքը չի, որ մենք ասենք, մենք խոսքը գիտենք, խոսք ավետարանն ասում է գիտցող մենակ մեկ լինի, այլ խոսքը կատարողներ լինեն։ Այո սերներ, Աստծո ճանապարհը նրա, բայց կանոնա դեպի հավիտենականություն, բայց ընդարձակ այս ճանապարհը։ Ես հիշում եմ սերներ, մեր քույրիկներից մեկին ու եղբայրներից մեկին վկայություն էին տվել, ասում է, որ ինքը ընդունվեց ինստիտուտ, դե բնականաբար խնջույքներ են արել, բան, եւ այս անձնավորությունը իրան պահել է, չի Հիսուսի մասին չի վկայել, խոսքով չի վկայել, բայց մի օր իր այդ հաստորեն ուսուցիչներից ռեկտորն ով է, ասել աղջիկ ջան, հլա քո կյանքը ուրիշ է, դու ուրիշ անձնավորություն ես, հլա սա տենամ դու ով ես, ասա ես Աստծո աղջիկն եմ, ինքը շատ այսինքս էլ է, մենք շատ անգամ, երբ որ խոսքով վկայում ենք, բայց մեր կյանքը չի համընկնում, մենք ավելի շատ անարգանք ենք բերում Աստծո։ Բայց եթե մենք լուր վկայություններ են, եղբայրներս են շատ անգամ քարոզած կնեն, որ 5-րդ ավետարանը ամենագեղեցիկ ավետարանն է։ Մատթեոս, Մարկոս, չէ, հետո Հովհաննես, հետո Ղուկաս, հետո իմ կյանքը։ Այո սեր։ Հիմա հիշում եք Հիսուսին, Հիսուսը մի անգամ մոտիկացավ, ասավ մարդիկ իմ մասին ինչ են ասում։ Մեկն ասավ ես են ասում, մեկն ասավ դեն են ասում, ասավ դուք ինչ եք ասում։ Հիմա չեմ ուզում սերներ, որ անդրադառնանք թե մարդիկ Հիսուսի մասին ինչ է, բայց ես ժամանակ առ ժամանակ հարց եմ տալի, ասում եմ Տեր, դու իմ մասին ինչ ես ասում։ Որովհետև մարդկային կարծիքները շատ սխալ են։ Կարող է շատ վատն է, բայց սիմպաթիայից ելնելով մարդիկ ինչ ասեն դու շատ լավն ես։ Ամենաճիշտ գրավականը տալու ինքը Տեր Հիսուս Քրիստոս։ Եվ այն օրը, երբ որ բոլոր ծածուկ բաների հայտ գա,
և Աստված բացի ինչը մեր ապրած կյանքը։ Անցյալ անգամ ասեցի, չէ՞, մեր բոլորիս կյանքը կինոպանորայմն այդպես տպվում է երկնքում։ Եվ վերջի օրը ոնց է ասելու քո գործերը ճիշտ են կամ դու ինչ ես ընտիր չգտնվեցա եւ մեր մոր գործերը բերեն ամենակարող Աստծո առջև։ Սա է ժողովուրդ ջան։ Այո, մենք հիմա շատ հեշտ գալիս ենք, գնում ենք, ոչ մեզ նախատող կա, ոչ էլ մեզ հալածող կա։ Ես հիշում եմ մեր եղբայրներից 3 տարի առաջ եկան մեր տուն, երբ որ զրույց էին կանում, ասավ ախպեր ջան, հալածվում եմ, էլի վիճակի չեմ, ասեն ասես եղբոր ինչ են անում։ Ասի ախպեր ջան, ինչ է։ Դու ասում են մի հարևանս էլ ասում հավատացյալ, էլ մեկն էլ ասում էլի ասում հավատացյալ, էլ չեմ կարող տան։ Ասի մեր եղբայրները 25 տարի բանտի մեջ են անցկացրել, բայց չեն ասել նախատվեցին ու հալածվեցին։ Ես միշտ ասել եմ, մի անգամ մեր բելեկ եղբորը ասեցի, որ ուսանող էի հենց իր քոլեջը, ասեն ժամանակ, որ դու 25 տարի նստած ես եղել, այդ բակտի ռշոտկեքը, որի վրա դու քնել ես, 5 հարկանի հույրանոցի բանը պես ա եղել։ Ասա ոնց, ասի որտեղ քո խիղճը հանգիստ եղել և դու եղել ես ասվետ, ասա բռավին։ Բայց ասես որ մարդիկ կան, մեծ գումարներ կտան, 5 աստղանի հույրանոցներ են կքնեն, բայց ներքն աշխարհն ինչ է տառապանք։ Ամենամեծ հարստությունը բաննա մեր ներքն աշխարհի ինչն է խաղաղությունը։ Երբ որ խաղաղ պարկես, խաղաղ վես կենաս, գիշերուց երեկ քո միտքն ու հաճությունը աստորենքի վրա լինի, նրան փառաբանես, նրան մեծարես։ Ժողովուրդ ջան, ինչ էր ասում Պողոս Առաքյալը, երբ որ ասում է ապրել ես Քրիստոսը։ Այսինքն նա ինչ էր անում, ասում, ծառայում էր ու ասում փառաբանում էր։ Ահա քրիստոնյայի ինչը ապրած կյանքը։ Այն ժամանակ նոր կարողանում էր Պողոս Առաքյալն ասել, նայել ինչը մեռնելս էլ օգուտ է։ Այլ որ մեր ապրած կյանքը կլինի Քրիստոս, Այս ժամանակ մեր մեռելն է կլի օգուտ, որտեղ երբ որ ննջենք, պիտի հայտնվենք որտեղ Տեր Հիսուս Քրիստոսի կողքին։ Այս է խնդիրը եղբայրներ կուրել։ Երբ որ եղբայրներն ասում են, եթե մի քիչ չոր են ասում, մի քիչ սուր են ասում, ճիշտ են անում։ Դա իմ եւ ձեր մաքրության համար։ Մի հատ հարևան երեխա ունեմ։ Այսքան օրը իր տատիկը մեր անդամն էր, ննջեց գնաց, մեկ բերը մեր ժողովի գնում էր, հետո ննջելուց հետո ես ասի տղա ջան, արի մեր ժողովներին, երկու անգամ եկավ, չեկավ, ասի տղա ջան, բա ոնց է չես գալու, ասավ դա խիստ է, ձեր մոտ շատ խիստ է, ասի տղա ջան, դա Աստծո ճանապարհը դա է, այս վերջերում անցել է 4 տարի, այն օրը Հայաթից դուրս եմ գալի, ուրախ եկավ, ասավ, Սուրիկ եղբայր, արդեն ես պաշտանունքների եմ գնում, ասի, բայց նայում եմ դու դեղ չկաս, ասավ ուրիշ տեղ եմ գնում, արդեն ջոգեցի, որ իրա համապատասխան տեղն է գնում, անմիջապես ասեցի, ասի ոնց է ծափեք տալի թռնում եք, հասավ բա ինչ եք անում, ասի տնաշ են, քո ողբալու վաղթն է, ողբալու, ոչ թե թռնել միշտելու, եթե տերը հանդիպում է, մեր ողբալու ժամանակն է, Հիշում եք, երբ որ Պետրոսի հայացք ընկավ Տեր Հիսուս Քրիստոսի աչքերին, ասավ Տեր ինձանի հեռա գնա, ես մեղավոր մարդ եմ։ Եթե դու մինչև հիմա քո մեղավոր վիճակը չես զգացել, դու դժվար կապ աշխարհում։ Առաջին հերթին մենք պետք է իմանանք մեր մեղավոր վիճակը եւ դրանով հանդերձ անդադար պիտի փառավորենք Տիրոջը իր կատարած մեծ գործի համար, որ Աստված թողեց իր աստվածային փառքը, իջավ երկրի վրա, մարդացավ, խաչյանար մահը վերցրեց իր վրա, մեր բոլորից մեղքերը վերցրեց եւ ինչ արավ գանվեց կանչափայտի վրա։ Աստված քո փրկության ծրագիրը իրականացրել է, մնացածը ինչ անում, մնում է քո հայացողության տակ, որպեսզի եղբայրս եւ քույրս դու պահես այս խոսքերը, ճշմարտության ճամփան ընտրեցի եւ քո դատաստաներս իմ առջեւ դրի, քո վկայություններս խարեցա, ով Տեր
ինձ մի ամաչեցնի, քո պատվիրանքներուդ ճամփաների մեջ պիտի վազեն, վասնզի դու իմ սիրտս պիտի լայնացնես։ Իսկ այս համարը, որը որ կարևորն է, այն ատեն պիտի չամչնան եւ քո բոլոր պատվիրանքները զգուշություն պահեն։ Պահենք Աստծո պատվիրանները ժողովուրդ։ Ուզեք թե չուզեք, ամենք մեկից տվա ծակյանք, մա եւ դատաստան։ Հիմա սերեր, ընտրությունը ձերն է, կուզեք թե չուզեք։ Ես միշտ ասել եմ, որ Աստված ոչ մեկին բռնի կարգով ինչ անում, չի հաստորեն մտցնում։ Մի հատ համար էին նայել, եթե չեք ձանձրացել Հռութի կյանքից ելներ, երբ որ Աբիմելեքը եւ Նոեմին դուրս եկան իրանց երկրից, որտեղ այնտեղ ինչ կար, հացի պակաս կար, չէ, եւ եկան Մովաբի երկիր։ Մովաբի երկրում փաստորեն կորցրեց իր երկու տղուն, մեկ էլ ամուսնու, բայց որտեղ եք ամուսնացած էին, այդ հարցները փաստորեն ինչ արին մնացին։ Հիմա արդեն երբ որ Մովաբի երկրում էր սով առաջացավ, հիմա Նոեմին Հռութին մյուս հարսեն ասավ, գիտեք, ամեն մեկը գնացեք ձեր երկիրը, որտեղ ես տղա չեմ ունենա, ես ես կեսուր չեմ փաստորեն լինի։ Հիմա ես ուզում եմ սերներ, այս երկուսի խոսքերը լսեք ու մինչև վերջ ձեր կյանքի մեջ պահեք։ Հիմա տեսեք սերներ, ինչ էր ասում։ Եվ Հռութը ասավ իրա կեսուր։ Հիմա Նոեմին ասում է թող գնա, բայց ինչ ասում Հռութը։ Եվ Հռութը ասավ, դա գրված է Հռութի առաջի գլուխ 16 համար։ Եվ Հռութը ասավ, իմ վրազնինն է, որ քեզ թողնեմ, ու քեզանից դառնամ, քանզի ուր որ երթաս, հոմ պիտի երթամ, եւ ուր որ մնաս, հոմ պիտի մնամ։ Քո ժողովուրդը իմ ժողովուրդը սլնա, քո Աստվածս իմ Աստվածը մնա։ Ուր որ մեռնես, ես հոմ պիտի մեռնեմ ու հոմ թաղնեմ։ Տերը ինձ այսպես ու այնպես անի, եթե քեզ մեկ մահվիցա ինձ ուրիշ բան բաժանի։ Հիմա տեսակ սերներ, ինչ հավատարմություն է, հիմա տեսեք ինչ ասում Հռութը։ Եվ Նոեմին տեսավ Նոեմին, որ նիկա միտքը դրել է իրեն հետ գնալու չխոսեցավ, այսինքն նա կարդաց Հռութի ինչը միտքը, որ Հռութ իր մտքի մեջ դրել էր, որ իրակուսելուց ինչ պիտի անի չվիտի։ Այս նույն ձև իր մտքի մեջ դրել էր ով Դանիելը, որ թագավորի կերակուրից պիտի չփրկվի։ Այս նույնը իր մտքի մեջ դրել էր ով Մովսեսը, որ պետք է գնա։ Եվ հիմա տեսեք, եւ երկուքը մեկտեղ գացին մինչև Բեթել հասել։ Ուրեմն եթե ուզում ես հասնել դեպի երկնային արքայություն, մինչև Բեթել, անպայման պետք է ում հետ գնաս, Նոեմի հետ գնաս, Հիսուսի հետ պիտի գնաս, նրա ճանապարհները պիտի գնաս, նրա ճանապարհներից աջ եւ ձախ չխոտորվես, որովհետև սերներ դա է միակ բանը, որ մեր կյանքի մեջ ինչ արա դրված է։ Հիմա սերներ վերջի համարը կարդամ եւ աղոտ պիտի անենք։ Ահա ես այսօր ձեր առջև օրհնություն եւ անեծք եմ դնում։ Սա վայտարանն ասում է բոլոր մարդկանց։ Օրհնություն, եթե հնազանդություն եք ձեր Տեր Աստծո պատվիրանքներին, որոնք ես այսօր կպատվիրեմ։ Եվ անեց, եթե ձեր Աստծո պատվիրանքները չհնազանդեք ու խոտորեք այն ճամփաներին, որ այսօր ես ձեզ խոստացա։ Աստված մարդու առաջ չի դնում, մարդն է ընտրում։ Այսինքն կա սո ճանապարհ, կա չարի ճանապարհ։ Եդեմական պարտեզի մեջ անցյալ անգամ եմ ասել, այս երկու ճանապարհները բաժանվեցին։ Բայց Ադամը ընտրեց ոչ թե կենաց ծառը, այլ ընտրեց գիտություն ու չարը զանազանող ծառը եւ միշտ ասել եմ, առաջի օրհնված ընտանիքի մեջ առաջացավ առաջի մարդասպանությունը։ Այսինքն Ադամի որդիները սպանեցին մեկը մեկին։ Այսօր երբ որ այդ անձնավորությունն ասեց աղջիկ ջան, ես ոչ թե հիմա պիտի աղոթեմ, որ քո ամուսինը
էպիլեպսիկ հիվանդությունից բժշկի, այս ես պիտի աղոթեմ, որպեսզի Աստված օգնի իրան, որպեսզի իր ուխտը ինչ անի նորոգի։ Թե չէ նորից էպիլեպսիկ հիվանդությունից կարողանալ, բայց ուղիղ գնալ դեպի դժոխք։ Բայց Աստված թողեց մարմնի 100 հատ տկարություն ունենան, բայց հոգով ասում է ինչ ունեմ ասում է։ Տեր օգնի ձեզ ժողովուրդ ջան, հաստատ մնացեք, ուղիղ մնացեք։ Այս խոսքերից հիշում եք ինչ էր ասում Եսուին, այս խոսքերից աջ եւ ձախ չխոտորվեք, որպեսզի ձեր գործերին ինչ լինի հաջողություն։ Ուզում եք լինի, ուզում եք օրհնություն գա, չէ՞։ Եթե խոսքերը սպայեկես, բոլոր օրհնությունները ձեր վրա պետք է գա, բոլորի ձեր տաշտի հացը, որովայնի պտուղը, կովերի ծնունդը, օրհնյալ պիտի լինի, բայց եթե չպահեն, սատանան ինչ ավերելու անեցկավեն։ Հեչ տեսել եք զեներ, երբ որ ազգեր կան, չէ, մեկ է ասմահլայեք եք, տեսեք, ես ինչ ատալ, ես ազգի մեջից, հրոխպերը մեռավ, հրոխպոր տղեն ընգավ, վթարի տակ են, մեկը թույն խմեց են, մեկը հետ սեղավ, ասում եմ, նա գնացեք դրանց մի քիչ ակունքներին, տեսեք այդ մարդիկ հավատքի հետ ոնց են, ասում է շատ խիստ եմ են Քրիստոսի։ Բարձրալի ծածկոցի տակ, բնակողը ամենակարողի հովանավորության տակ, Տիրոջ համար պիտի ասեն իմ ասպարս և իմ ամրությունս։ Նա գիշերը պիտի ազատի քեզ որոգայթից, թռչող նետից և քո ոտքը պիտի ինչ անեն չսայթակի։ Ջրի մեջը գնես, պիտի չխեղդես, կրակի մեջը գնես, պիտի չայրես, որտև Աստված իր հրեշտակն է պիտի կարգի, որ ձեր ոտքը քարին չառնի ամեն, կանգնենք աղոթենք, եթե կուզեք իրապես ձեր սրտերի մեջ արեք այդ ուխտի նորոգությունը, ասեք Տեր մարդ ենք եղել, թերություններով, տկարություններով, բայց այսօր ուզում ենք որպեսզի մեր ուխտը հաստատենք քեզ հետ, ամեն։